Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին ժամը 22:35-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Վարչապետ Փաշինյանը Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը, քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց։ Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին։ Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում։ Ծանոթացել են նաև կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության 16 միլիոն ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ տներ են կառուցվում։ Կիրանց կատարած այցին վարչապետը անդրադարձել է Facebook-յան գրառմամբ, նշելով, որ Կիրանցը իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված ու սահմանագծված պետական սահման, անվտանգ ու խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ, մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է ևս 43-ը։ Սա է իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց, ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ և տեսնել։ Մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է, գրել է նա։ Ապրիլի 19-ը մեր երկրում նշվում է որպես հարկ վճարողի օր։ Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է եղել պետնախագահ Էդուարդ Հակոբյանը։ Սիրելի հարկ վճարողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այսօրը նշելով պետությունը արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է առաջին հերթին ձեր համար վերամտածելու և վերաիմաստավորելու հարկերի բարեխիղճ վճարման առաքելությունը։ Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարությունն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովել ներկա և ապագա սերունդների, մեր երեխաների համար, որը համոզված եմ յուրաքանչյուրը զգում եք ձեր հոգու խորքում։ 21-րդ դարը լի է տուրբուլենտությամբ ու անորոշություններով, բայց նաև Հայաստանի համար մեծ հնարավորություններով, որտեղ հանրային ծառայության և հանրային ինստիտուտների առաջնորդող դերը ավելի է ընդգծվում։ Այդ դերը լիարժեք իրացման հարցում ձեր կողմից հարկերի բարեխիղճ վճարումը անկյունաքարային նշանակություն ունի, քանի որ միայն այդպես է հնարավոր կառուցել դիմակայուն անվտանգային համակարգեր, դինամիկ զարգացող տնտեսություն, աշխարհի հետ անխափան կապ ապահովող տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ունենալ առողջ ու կիրթ հասարակություն և դրան սպասարկող ենթակառուցվածքներ, շարժվել 21-րդ դարի թվայնացման հեղափոխական տեմպերի առջևից։ Պետական եկամուտների կոմիտեն մենք խորը գիտակցելով ստեղծված իրավիճակը ստանձնել ենք հանրային ծառայության մեր մասի առաջնորդության պատասխանատվությունը։ Աշխատանքային օրը սկսելով ինչ փոխվեց ձեր կյանքում կարգախոսի ներքո, մենք հետևողականորեն բարեփոխում ենք վարչարարական գործիքները, պարզեցնում, արագացնում և թվայնացնում ձեզ մատուցվող ծառայությունները, ներդնում վերլուծական նոր գործիքներ, շարունակաբար կրթվում, որպեսզի հնարավորինս քիչ ժամանակ ծախսելով կատարեք հարկերի բարեխիղճ վճարման ձեր առաքելությունը։ Մեր գլխավոր նպատակը մարդակենտրոն, խելացի, արդար և հզոր հարկային և մաքսային համակարգերի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող կզգա պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։
Հետևողականորեն արմատախիլ ենք անում համակարգի բարի համբավն արատավորող ցանկացած դրսևորում, կոշտ արձագանքում անօրինական եւ անբարեխիղճ ցանկացած դրսևորման։ Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը այսօր երթմնակալությամբ ստանձնել է իր պաշտոնը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ավականու 4 խմբակցությունների 17 անդամներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իր 14 անդամներով ներկա չի եղել արարողությանը։ Երթման հանդիսավոր արարողությունը սկսվել է տերունական աղոթքով, ապա հնչել է Հայաստանի պետական օրհներգը։ Վարդան Ղուկասյանը երթվել է ձեռքը դնելով Աստվածաշնչի, Հայաստանի Սահմանադրության եւ ՏԻՄ օրենսգրքի վրա։ Սահմանված կարգի համաձայն երթման արարողությունից հետո Վարդան Ղուկասյանին են հանձնվել քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան ու քաղաքի բանալին։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երթվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուշերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեվոր վերելքին։ Շնորհակալություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի եւ տեղեկատվության նախարար Այդա Բալաևային։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-ին եւ 19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև մշակույթի եւ հարակից ոլորտներում համագործակցության խորացման ուղիների շուրջ։ 12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի Հայ սուպերստարը։ Շանթի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար։ Արդեն 30 տարվա պատմություն, որի ամեն մի էջը նոր հնարավորություն ստեղծելու եւ ճանապարհներ հարթելու մասին է, եւ որ ամենակարևորն է անշահախնդիր ու անաչառ մոտեցմամբ։ Միայն հանուն գաղափարի, հանուն արժեքների պահպանման ու հանուն որակյալ արտադրանքի։ Շուրջ 20 տարի առաջ, երբ Շանթը ընդամենը 10 տարեկան էր, հայկական հեռուստատեսության համար նոր ու անհավանական թվացող նշաձող սահմանեց։ Չվախենալով միջազգային հեղինակավոր ու կայացած նախագծերը Հայաստան բերելուց եւ այդ կերպ հայ մշակութային կյանքն ավելի ակտիվացնելուց։ 2006 թվականին էկրան բարձրացավ Հայ սուպերստար նախագիծը, որի մասնակիցներն այսօր հայկական շոու բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներն են, մեծ պահանջարկ ունեցող արտիստները։ Այդպիսին է դառնալու եւ նոր սերնդի համար էլ ճանապարհներ հարթելու առաքելությամբ Շանթ հեռուստաընկերությունը նախաձեռնել է Հայ սուպերստար նախագծի 6-րդ եթերաշրջանը, որի մասին հայտարարելու առաջին իսկ վայրկյաններից արդեն զգացվում էր պահանջարկն ու սպասումը աշխարհի տարբեր անկյուններից, ինչը նշանակում է, որ այս եթերաշրջանը եւս լինելու է համահայկական, լինելու է մրցակցային։ Այդ մասին են վկայում ձայնային հզոր եւ անհավանական տվյալներ ու բեմական յուրահատուկ կեցվածք ունեցող 16-ից 25 տարեկան երիտասարդների մասնակցությունը։ Մեզ հիմա շատ բարդ է լինելու ընտրել ամենալավերին։ Դա միանշանակ այդպես է, որովհետև երեխաները ոչ թե լավն են, այլ շատ լավն են։ Այն հստակ պատկերները են, հստակ մարդիկ, ովքեր երևում են կադրում, որ պոտենցիալը մեծ է, հնարավորությունը շատ մեծ է լինելու ավելի հանրային մարդ դառնալու։ Ունենք Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, նույնիսկ մասնակից ունենք հայ երեխաներ, որոնք որ պատկերացրեք ինչ կարևոր գործ է արվում պրոյեկտի ներսում այդ մարդկանց բերելով մեր իրականություն եւ ստեղծելով նոր հարթակ մեր երկրում ապրելու եւ ստեղծելու։ Այդ նոր հարթակը երիտասարդների առջև կբացվի պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ ու առաջնորդությամբ։
Հատուկ հայ սուպերստար նախագծի 6-րդ եթերաշրջանի համար Հայաստան է ժամանել նաև երգիչ Անդրեն, որն այս տարիների ընթացքում Շանթի տարբեր նախագծերում է տաղանդավոր մասնակիցների բարդ ու դժվարին ընտրության գործը ստանձնել։ Անդրեն հայ սուպերստարի այս եթերաշրջանում իր ընտրության համար կարևոր մի քանի չափանիշներ է առանձնացրել, բայց լսումների փուլից արդեն զգում է, այս անգամը հեշտերից չի լինելու։ Եկել են մեկը մյուսին գերազանցող հզոր մասնակիցներ։ Սա տարբերվելու է առաջինը նրանով, որ նոր շունչ կա, նոր սերունդ կա, որը 13 տարի սպասել է նման նախագծի, նոր շունչ կա նաև բեմում, շատ հետաքրքիր է, որովհետև երբ որ դու սովորես այդ նախագծի հին տարբերակին, այս անգամ դու տեսնում ես ներսը լինելով, որ բեմը այլ է, բեմը ավելի շքեղ է, լույսերը ավելի շքեղ են, այնպես որ մեր հեռուստադիտողին սպասվում է իսկապես գեղեցիկ հրավառություն, շատ գեղեցիկ եւ տաղանդավոր լավ մասնակիցներով եւ բեմական են։ Եվ ես վստահ եմ, որ այն քաղցր արյունը ունեն, որ հեռուստադիտողը շատ է սիրելու, այս անգամ տարբերվում է նրան, մենք միշտ ունեցել ենք շատ բազում ուժեղ աղջիկներ, այս անգամ հայ սուպերստար 6-ը վերջապես տարբերվում է, որովհետև ավելի շատ են տաղանդավոր տղաները, քան աղջիկները, քանակի առումով եմ ասում։ Մի խոսքով սպասվում է շատ գեղեցիկ նախագիծ։ Այս գեղեցիկ նախագիծը նաև Սյուզաննա Մելքոնյանն է գեղեցկացնելու։ Երգչուհի, ում երաժշտական ուղիները հենց հայ սուպերստարից են սկսվել, եւ նրա ներկայությունն արդեն բեմից դուրս ժյուրիի կազմում աշխատասիրության եւ ժամանակին ընձեռած հնարավորությունից ճիշտ օգտվելու օրինակն է։ Միջազգային հարթակներում հաղթած ու Հայաստանը պատվով ներկայացրած Սյուզաննա Մելքոնյանն այս եթերաշրջանում արդեն իսկ նկատել է մասնակիցների, որոնք եւս ճիշտ աշխատանքի եւ բարձր պատասխանատվության շնորհիվ կարող են օգտվել այս բացառիկ հնարավորությունից ու գտնել իրենց տեղը հայկական երգարվեստում։ Իրականում բավականին խառն են զգացողություններս, որովհետև գրեթե նույնն է ամեն ինչ, տաղավարի առումով, վայրի առումով եւ 16-ամյա փոքրիկ Սյուզաննան այս ամբողջ ընթացքում ինչ-որ մի անկյունից հետևում է ինձ։ Միանշանակ բարդ է, որովհետև մասնակից վիճակից գալ արդեն ժյուրիի կազմում բոլորովին այլ տեսանկյունից պետք է դիտարկես, ունենալով նաեւ որպես մասնակից քո փորձը, բայց ես լինելու եմ խիստ ձայնի տվյալների մոտեցման եւ պատասխանատվության առումով, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ իրականում կարիերայի առումով հաղթում են մարդիկ, ովքեր ունեն դիսցիպլինա ասվածը։ Ինչպես շուրջ 20 տարի առաջ էր, առաջին սուպերստարում հիմա էլ Եգոր Գլումովը ժյուրիի կազմում է, բայց ասում է արդեն ավելի փորձառու, ավելի իմաստնացած ու հետևաբար նաև ավելի հանգիստ։ Այս տարիների ընթացքում մի բան հստակ է հասկացել. կարևոր է ոչ թե հաղթելը, այլ այս հնարավորությունից օգտվելն ու ճանապարհը ճիշտ շարունակելը։ Եթե մարդիկ եկել են եւ ունենք այսքան հետաքրքրված անձեր, ուրեմն իզուր չէ դա, եւ հիշում եմ դասական ցիտատը, չէ, սովետական կոմեդիայից, եթե աստղերը վառվում են, ուրեմն դա ինչ որ մեկին պետք է։ Եվս մեկ անգամ համոզվում եմ, անգամ այն բոլոր հարթակները եւ հնարավորությունները, որ ունի այսօրվա երիտասարդությունը լինելով արկա, միևնույն այս հայ սուպերստարը մնում է ճանապարհ, որը որ պետք է անցնել եւ որը կարելի է անցնել եւ Շանթը այդ հնարավորությունը տալիս է եւ մարդիկ շատ խելացի են վերաբերվում այդ ամեն ինչին, որ չեն հրաժարվում այդ ճանապարհից։ Չէ որ այնտեղ կունենային միայն TikTok, Instagram, Facebook, YouTube, իսկ այստեղ նաև TV, կամ առաջին հերթին TV, հետո նոր մնացածը։ Իսկ մնացածի մասին ավելի մանրամասն արդեն նախագծի թողարկումներին կտեսնեք ու կհամոզվեք։ Կտեսնեք նաև հաղորդավարական նոր զույգի՝ Զիրոյան եւ Գոհար Գասպարյան։ Զիրոյանի հետ ամեն ինչ ուրախ է շատ անցնում եւ դա նաեւ հեռուստադիտողն է զգում, դա նաեւ մասնակիցներն են զգում, այսինքն եթե կա Զիրոյանը ինչ որտեղ, ուրեմն անպայման շատ բարձր տրամադրություն է լինում։ Ես էլ փորձում եմ ապահովել այդ դասական ոճի, ակադեմիական միգուցե ոճի հաղորդավարական հատվածը։ Նոր սերունդի մեջ կան տաղանդավոր երեխաներ ու կան շնորհալիները, վստահ եմ, որ իրանք հաստատ կապահովեն իրենց կողմից տրված շոուն։ Իսկ մենք մերը բնականաբար բարձր մակարդակի վրա, բարձր հարթակով կշարունակենք մեր հաղորդումը։ Մենք մասնակիցների կողմից ենք։ Այո, միշտ։
Մասնակիցներ Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից, տարբեր կարողություններով ու տարբեր էմոցիաներով։ Մի խոսքով, թեժ պայքար ապրիլի 20-ից։ Յուրաքանչյուր կիրակի ժամը 21-ին Շանթի եթերում սուպերսթարյան իսկական հրավառություն է սպասվում։ Վահագն Ակոբյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին։ Ապրիլի 18-ից 20-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի կունենա Լիզինգ Էքսպո 2025 բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը։ Արադ բանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները, տրամադրելով խորհրդատվություն եւ պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։ Եթե մի 3-4 տարի առաջ լիզինգով աշխատող կազմակերպությունները ընդամենը 1-2 կային մասնագիտացված կառույցներ եւ մի 3-4 հատ բանկ ընդամենը, այսօր արդեն այդ շուկայում աշխատում են գրեթե բոլոր բանկերը եւ մի քանի վարկային կազմակերպություններ։ Արադ բանկն այս տարի վզեբի հետ համագործակցության շրջանակում բացառիկ առաջարկ ունի լիզինգի գրավիչ պայմաններ մինչև 35% հետ վճարի հնարավորությամբ։ Քեշբեքը նախատեսված է արտադրողների, ծառայություն մատուցող ընկերությունների համար, ծառայություն մատուցող ընկերությունների մեջ հասկանում ենք հյուրանոցային բիզնեսի եւ տրանսպորտային լոգիստիկ ծառայություն առաջարկող ընկերությունները եւ ինչպես նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձին։ Եվրամիություն բիզնեսի համար նախաձեռնություն վզեբ վարկային գիծ ծրագրի շրջանակում Արադ բանկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև իրականացնելու էներգախնայող շինարարական աշխատանքներ, բացառությամբ բազմաբնակարան շենքերի։ Քեշբեքը, որը որ մինչև 35% է, առաջի մասը մինչև 15% տրամադրվում է այն լիզինգառուներին, որոնք նպատակային են օգտագործել, ներդրումը արդեն գտնվում է Հայաստանում։ Իսկ երկրորդ մասը վերաբերում է արցախցիներին, հավելյալ 20% այդ վճարը կտրամադրվի, եթե լիզինգառուն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2023-ի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում եւ համարվում է տեղահանվածների պետական աջակցության որևէ ծրագրի շահառու։ Կա եւս մեկ տարբերակ, երբ ընկերության աշխատակիցների 10%-ը կամ նվազագույնը 10 աշխատակից նույնպես մեր Արցախից տեղահանված հայրենակիցներն են, այդ դեպքում քեշբեքը, հավելյալ քեշբեքը կկազմի 15%։ Գև ծրագրի լիզինգն էլ իր մեջ ներառում է կանաչ տնտեսության ներդրումներ նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաների ձեռքբերման տեսքով։ Եվրոպական ստանդարտի սարքավորումներ ձեռք բերելիս հնարավորություն ունեն 10-ից 15% քեշբեք ստանալ։ Լիզինգի գումարի մինչև 10%-ի չափով հետ վճար կգործի նաև էլեկտրամոբիլների ձեռքբերման դեպքում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։